Հարգելի գործընկերներ, միշտ զեկուցվող հարցերին անդրադառնալը ուզում եմ տեղեկացնել, թերևս գիտեք, որ երեք Firebird եւ Nvidia ընկերությունները պաշտոնապես հայտարարեցին, որ Հայաստանում կկառուցվի արհեստական բանականության խոշոր տվյալային կենտրոն եւ հրապարակումներից եւ աշխատանքային քննարկումներից հասկացա, որ խոսքը մոտավորապես մեր գործընկերների պատկերացմամբ $500 միլիոն սկսած ներդրումային ծրագիր է լինելու, պարոն Հայրապետյան, ինչ կարող եք ասել լրացուցիչ նախագծի մասին եւ նախագծի էությունը ուղղակի հանրությանը ավելի հասկանալի, ինչքան հնարավոր է հասկանալի դարձնելու ուղղությամբ, համեցեք։ Շնորհակալություն, պարոն վարչապետ, հարգելի գործընկերներ, Firebird ընկերությունը նոր է հիմնադրվել մեր մի քանի հայրենակիցների նախաձեռնությամբ Ռազմիկ Հովակիմյանի, թիմում են նաև Նուբար Աֆեյանը, այս ծրագրի իրականացման գործում մեծ ավանդ ունի նաև Nvidia ընկերության փոխնախագահ Ռև Լիպարիցյանը եւ այլոք, երեք Nvidia ընկերության, որը $3.5 տրիլիոն կապիտալիզացիա ունեցող տեխնոլոգիական հսկաներից մեկն է աշխարհի, գործադիր տնօրեն Ջենսեն Հուանգը, որի հետ դուք 2023-ին եւ նաեւ 19 թվականին առիթ ունեցել եք տարբեր հարթակներում հանդիպելու եւ քննարկելու նաեւ այս գաղափարը, վերջապես հայտարարվեց, որ Firebird ընկերությունը դառնում է Nvidia-ի եվրոպական տարածաշրջանում գլխավոր գործընկերներից մեկը, Հայաստանում այս մեծ նախագիծը իրականացնելու նպատակով նախատեսում են 26 թվականից սկսել ծրագրի իրագործումը, այո, ճիշտ նշեցիք, Firebird-ի հայտարարության մեջ նշված է, որ շուրջ $500 միլիոն ԱՄՆ ներդրում է նախատեսում իրականացնել, որը նաև ենթադրում է մինչև 100 մեգավատ էլեկտրաէներգիայի սպառում, նման օրինակ ենթակառուցվածքները շահագործելու նպատակով ընդհանրապես էներգիան եւ ռեսուրսները չափազանց կարեւոր են եւ այստեղ մենք հայտարարել ենք, որ Հայաստանը պատրաստ է ունի այդ հզորությունները տրամադրելու, պետք է նշել, որքանով որ դա հնարավոր կլինի իհարկե հասկանալի կերպով, խոսքը նոր սերնդի գրաֆիկական պրոցեսորների մասին է, որ Firebird-ը պետք է ձեռք բերի Nvidia ընկերությունից, որ այս պահի դրությամբ աշխարհի ամենաառաջատար տեխնոլոգիան է համարվում, պրոցեսորները, որոնք համալրված են ամենաառաջատար չիպերով, սա հնարավորություն է տալու արհեստական բանականության հաշվողական ռեսուրսների cloud ծառայություններ մատուցել եւ հայաստանյան տնտեսությանը եւ աշխարհի տարատեսակ ընկերությունների, տեխնոլոգիական ընկերությունների, որոնք հիմնականում նորարարություններով են զբաղվում, այսինքն հետազոտողները, գիտնականները, մասնավոր բիզնես հատվածը նորարարությունների համատեքստում պետք է օգտվեն, վարձակալեն Firebird-ի կողմից արտադրված այդ արհեստական բանականության ռեսուրսը եւ իրենց հետազոտություններում կիրառեն, պետք է նշեմ, որ որոշ հատված մենք նախատեսում ենք, կառավարությունը նախատեսում է հասանելի դարձնել հայաստանյան ստարտափ էկոհամակարգի համար, AI մասնագետների համար, հետազոտողների համար, բայց հասկանալի է, որ մենք խոսում ենք մեծածավալ ռեսուրսների մասին, այսինքն հիմնական մասը բնականաբար ընկերությունը cloud ծառայությունների միջոցով պետք է հասանելի դարձնի եւ վաճառի աշխարհի տարբեր երկրներում ընկերություններին։ Պարոն Հայրապետյան, հիմա մենք մեր գործընկերների հետ արդեն եկել ենք որոշման, թե դեռ կնայենք, դեռ կտեսնենք, հույս ունենք ամենայն հավանականությամբ, այսինքն հիմա մենք կարող ենք ասել, որ վերջ մենք որոշել ենք, որ այս ներդրումային ծրագիրը Հայաստանում իրականացվելու է։ Մենք ընդհանրապես այս փուլում չունենք վերջնական որոշում մեր ներգրավվածության կամ մասնակցության վերջնական ձևաչափի, այսինքն դա կլինի
համապատասխան հողատարածք տրամադրելով կամ էներգիայի այսպես նպաստավոր պայմաններով էներգիա, էլեկտրաէներգիա առաջարկելով, ինչպես նաև որոշակի հատված մեր տնտեսության համար օգտագործելով, սրա շուրջ ըստ էության քննարկումները շարունակվում են, բայց այն որ ծրագիրը պետք է իրականացվի, թե ընկերությունը եւ թե Nvidia-ի պաշտոնական հայտարարությունները ամենահեղինակավոր հարթակներից խոսում են այն մասին, որ ըստ էության նաև պետք է ասեմ, որ արդեն իսկ այս պահի դրությամբ մի քանի խոշոր ընկերություններ հայտարարել են, որ պատրաստվում են օգտվել այդ cloud ծառայություններից, ինչը որոշակիորեն նաև երաշխիքներ է ստեղծում, որ այս ծրագիրը չափազանց իրատեսական է։ Իհարկե մի քիչ նաև նրբություններ կան, որոնց շուրջ պետք է խոսել։ Օրինակ ես առաջարկել եմ, որ մեր գործընկերները քննարկեն նաև այս ներդրումային ծրագիրը իրականացնել ակադեմիական քաղաքի տարածքում, որտեղ մենք բարեբախտաբար բավականին մեծ տարածքներ եւ հնարավորություններ ունենք, եւ նաեւ ակնհայտ է, որ այս ենթակառուցվածքը մեծ թվով համապատասխան որակավորում ունեցող մասնագետների կարիք է ունենալու եւ նաեւ կարծում եմ, որ կարող է ակադեմիական քաղաքի նախագծի հետ եւ տեխնոլոգիական կլաստերի հարևանությամբ այս նախագծի գործարկումը իրականում կարող է սիներգիա ստանալ։ Մի բանում մենք վստահ ենք, որ համապատասխան ծավալի էլեկտրաէներգիա մատակարարելու հնարավորություններ մենք ունենք, մեր երկիր ունենք, այսինքն ի սկզբանե այդ հաշվարկները դրված են եղել տակը այս նախագծի հիմքում եւ իհարկե նաեւ ուզում եմ գոհունակությունը արտահայտել, որ այո, պարոն Հուանգի հետ մեր քննարկումները արդեն բյուրեղանում են, կոնկրետ արդյունք են տալիս եւ կուզեմ նաեւ Սփյուռքի մեր հայրենակիցների ջերմեռանդությունը եւ վճռականությունը ընդգծել եւ դրանց շնորհակալություն հայտնել դրա համար եւ ասել նաեւ, որ երբ որ մենք խոսում ենք Հայաստան-Սփյուռք հարաբերությունների բանաձևերի մասին, հենց նման գործունեությունը նկատի ունենք, որը շատ կոնկրետ է, շատ հասցեական է եւ որի ռազմավարական բնույթի հետ կապված որևէ կասկած, որևէ քննարկում ընդհանրապես չի կարող լինել, բայց ես նաև այս համատեքստում ուզում եմ մենք գնահատենք, թե վերջին ամիսներին տեխնոլոգիական ոլորտում ինչեր է տեղի ունեցել Հայաստանի Հանրապետությունում, որոնք գիտեք ինչ, երբ որ տեղի են ունենում, դա արդեն դառնում է սովորական բան, բայց երբեք մենք չենք արձանագրում, թե ինչքան ժամանակ, ինչքան ջանքեր են գործադրվել, որ դա տեղի ունենա։ Հիմա Starlink-ի ծառայությունները Հայաստանի Հանրապետության տարածքում բացվեցին, հիմա դա արդեն շատ սովորական մի իրադարձություն է, բայց շատ երկար ժամանակ մենք աշխատում ենք, որպեսզի դա տեղի ունենա եւ հիմա ըստ էության Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում լեռներով, սարերով, դաշտերով ցանկացած ընկերություն, ցանկացած անձ կարող է ունենալ լայնաշերտ արբանյակային ինտերնետ, ինչը նաև մեր տեխնոլոգիական ոլորտի զարգացման շատ կարևոր խթան է եւ մենք նաև ուզում ենք, որ նաև մարզերում ներդրումներ լինեն այս տրամաբանությամբ եւ դա արդեն կոնկրետ ենթակառուցվածք է։ Մենք ըստ էության մի սուպեր համակարգիչը գործարկել ենք ինժեներական քաղաքում, թե չենք գործարկել ենք Այո, արդեն գործարկել ենք մյուս սուպեր համակարգիչը, որը էլի ձեռք ենք բերել Nvidia ընկերությունից եւ պարոն Հուանգի հետ նաեւ այցի ընթացքում քննարկումներից մեկն է եւ հիմա կարծես թե այն օրը մենք Երևանի պետական համալսարանում արդեն կոնկրետ տեղն էլ տեսանք, թե որտեղ է տեղադրվելու սուպեր համակարգիչը եւ մեր տեխնոլոգիական ոլորտի հետ կապված կառավարության ծրագրերը նաեւ մենք գիտության եւ տեխնոլոգիաների ոլորտում նոր համագործակցություն ենք սկսել մասնավոր հատվածի հետ օրենսդրական փոփոխություններ ենք իրականացրել եւ սա շատ կարեւոր process-ներ են եւ սրանք խորքային եւ բովանդակային փոփոխություններ են բերում
խորքային եւ բովանդակային փոփոխություններ են բերում մեր երկրին եւ բոլոր առումներով եւ շատ կարեւոր է սա գնահատել եւ ընդհանրապես գիտեք ինչ շատ կարեւոր է գնահատել մեր երկրի ընթացիկ իրավիճակը մենք որտեղ է գտնվում մեր երկիրը այսօր ընդհանրապես սա շատ կարեւոր հարց է բայց այստեղ շատ կարեւոր գաղափարախոսական հարց էլ կա որովհետև կապված է թե ինչ դիտանկյունից, ինչ գաղափարախոսության դիտանկյունից է դիտարկում հարցերը։ Երբ որ մենք հարցերը դիտարկում ենք իրական Հայաստանի գաղափարախոսության տեսակետից, մենք տեսնում ենք, որ մեր երկիրը այսօր գտնվում է բավականին լավ եւ հեռանկարային վիճակում։ Ընդ որում ես իմ գնահատականն այն է, որ մենք դժոխային իրադարձությունների միջով անցնելով հիմա հասել ենք մի կետի, որ մեր երկրի առաջ բացվել են այնպիսի հնարավորություններ, որ թույլ տվեք ասենք մի չեմ ուզում տեն շատ տարածական բան ասել, բայց մեր պատմության մեջ մենք այսպիսի շանս ապահովելու մեր պետության հարարտևությունը առաջիկա հարյուրամյակների համար երբեք չենք ունեցել։ Իհարկե, ակնհայտ է, որ կան նաև սպառնալիքներ։ Եվ ընդ որում այդ սպառնալիքները եղել են միշտ։ Ոչ մի նոր սպառնալիք չկա։ Այսինքն այն բոլոր սպառնալիքները, որ եղել են, իրենք այսօր էլ շարունակում են մնալ։ Որն է տարբերությունը։ Տարբերությունն այն է, որ մենք այդ սպառնալիքները կառավարելու հնարավորություն ենք ստացել տեսական եւ գործնական, եւ երկրորդը, ինչն է նորությունը այս պատմության մեջ։ Նորությունն այն է, որ գոյություն ունեցող սպառնալիքներին որպես հակակշիռ բացվել են անհավանական հեռանկարներ մեր երկրի առաջ բոլոր առումներով թե տնտեսական թե քաղաքական թե միջազգային եւ էլի ես ուզում եմ ասել ոնց որ խոսում ենք նոր տեխնոլոգիական ոլորտում զարգացումների մասին էլի շատ սովորական բան է, հա 2026 թվական Հայաստանում տեղի ունենալու եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողով։ Հա դե գագաթաժողովը տեղի ունենալու ինչ կա որ աշնանը տեղի ունենալու COP10 կենսաբազմազանության COP17 համաժողովը, հա դե COP17 հա լավ օքեյ տեղի ունենալու, բայց կործանվում ենք։ Բայց կործանվում ենք։ Nvidia-ն եւ մյուս ընկերությունները 500 միլիոնի ներդրում են անում։ Ներդրում չկա Հայաստանում, ոչ մի ներդրումները Հայաստանից փախնում են։ Եվ այլն եւ ընդ որում ուզում եմ ընդգծել, որ COP17 Հայաստան եկել է քվեարկության արդյունքում։ Այսինքն սովորաբար երկրները պայմանավորվում են, բայց այս դեպքում այնպես է ստացել, որ պայմանավորվածության չի հաջողվել հասնել եւ Հայաստանի տեխնացությունը մի քանի այլ տեխնացությունների հետ դրվել է քվեարկության եւ Հայաստանի Հանրապետությունը այդ քվեարկության արդյունքներով հաղթել է։ Իհարկե եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովի դեպքում մի փոքր այլ էր իրավիճակը այնպիսին էր, որ ելի երկրներ կային տեխնացուներ բայց այդ երկրներն էլ իրենց հերթին պաշտպանեցին Հայաստանի տեխնացությունը եւ ես ուզում եմ նաեւ նրանց շնորհակալություն հայտնել այդ վերաբերմունքի համար ես նկատի ունեմ կա երկու հարթություն այսօր Հայաստանում այն հարթությունը որը գոյություն ունի տրանսֆորմացիայի բանաձևերի շրջանակում եւ որի դիրքից երևում է հեռանկարը Հայաստանի Հանրապետության, երևում է ապագան, ընդ որում ապագայի հարցն է շատ կարևոր հարց է։ Ես օրինակ մանավանդ 2021 թվականի ընտրություններից հետո, երբ որ ապագա կա ապագա կարգախոսով մենք խորհրդանական ընտրությունները հաղթեցինք, եւ բնականաբար մեր անդիմադիր գործընկերներն էլ այդ ապագա կարգախոսը փորձեցին եւ փորձում են վերածել քաղաքական քննադատության թիրախի օրինակ շատ կարեւոր է մոդելավորել թե ինչ նշանակում ապագա կա եւ ինչ նշանակում ապագա չկա
Ես օրինակ այս թեմայի մասին շատ եմ մտածել եւ եկել եմ հետեւյալ եզրակացության, որ ապագան նախագիծ է։ Եթե ունես նախագիծ, ուրեմն կա ապագա, եթե չունես նախագիծ, ուրեմն չկա ապագա։ Այսինքն ապագան, եթե մենք ուզում ենք բերել ապագա հայեցակարգային հասկացությունը ուզում ենք բերել դնել գործնական հարթության վրա, ի՞նչ է դա նշանակում։ Դա նշանակում է, որ դու ունես նախագիծ, որ պետք է իրականացնես, կոնկրետ նախագիծ։ Եվ այս համատեքստում իրական Հայաստանի գաղափարախոսությունը ապագայի հիմքն է եւ ապագայի նախագիծ։ Ապագա չկա այն դեպքում, երբ որ չգիտես ինչ ես անելու, բա հիմա ինչ ես անելու, աջ ես գնալու, ձախ ես գնալու, ուղիղ ես գնալու, հետ ես գնալու, վերև ես թռնելու, ներքև ես թռնելու։ Երբ որ չկա, դա նշանակում է չկա ապագա։ Իսկ երբ որ դու կողմնորոշված ես, թե ինչ ես անելու։ Իսկ մենք այսօր հստակ կողմնորոշված ենք։ Այդ կողմնորոշման մի մասը ակնհայտ է, մյուս մասը ավելի մանրամասն ներկայացնելու համար մեզ ժամանակ է պետք, եւ այդ ժամանակը մենք պետք է քաղաքական եւ ռացիոնալ օգտագործենք։ Եվ կարծում եմ, որ իհարկե ընդ որում շատ լավ է այս առիթով ենք խոսում, որովհետեւ արհեստական բանականությունը ակնհայտորեն ապագան է։ Եթե Հայաստանում կա արհեստական բանականության ոլորտում այսպիսի ներդրում, դա շատ բաների մասին է վկայում, շատ բաների մասին է վկայում։ Վկայում է, իսկ ինչպիսին է Հայաստանի անվտանգության հեռանկարի մասին մարդկանց եւ ներդրողների պատկերացումը։ Ոչ մեկ հենց այնպես չի բերի, եթե հիմա հետևենք մեր ընդդիմությանը եւ մամուլի որոշ հատվածներին, ովքեր առավոտից իրիկու մենակ մի բանն ասում, որ մենք կործանվում ենք, այդ մարդիկ ինչ են բերում, այդքան ներդրում անում։ Կտանեն այնտեղ, որտեղ չեն կործանվում։ Խնդրեմ։ Նախ Սփյուռքի հետ կապված ուզում եմ ասել, որ լիարժեք կիսում եմ ձեր մոտեցումը։ Իմ կարծիքով սա Սփյուռքի ներուժը Հայաստանի տնտեսության զարգացման գործում ամենաարդյունավետ եւ ամենանպատակային ուղղելու դրսևորումներից մեկն է եւ Հայաստանի Հանրապետության նկատմամբ ըստ էության հոգատարության ամենաիդեալական դրսևորումներից մեկն է այս ձևաչափը, որովհետեւ առաջին հերթին եթե չլիներ այդ ներուժի օգտագործումը եւ ներգրավումը այս նախագիծը պետք է անկեղծորեն ասեմ, որ դժվար թե իրագործելի լիներ մեզ համար գոնե թե այս փուլում, բայց խոսքը միայն տվյալ ենթակառուցվածքը մեզ համար հասանելի դարձնելը չէ, խոսքը նաև վերաբերում է ապագայում դրա գրագետ արդյունավետ շահագործմանը, որի կարողությունները եւ գիտելիքները եւս ներհայաստանյան շրջանակներում բավականաչափ սահմանափակ են եւ այս նախագծի նկատմամբ լավատեսությունը, որովհետև պետք է ասեմ, որ երեկվանից կարծիքները տարբեր էին, շատ մեծ ոգևորություն կար եւ կար որոշակի այսպես զգուշավորություն, ընդհանրապես խոշոր մեգա նախագծեր իրականացնելու հետ կապված, այդ լավատեսությունը մեզ տալիս է հենց այս թիմը, մարդիկ, որոնք ունեն կարողություններ, գիտելիքներ եւ փորձառություն նման մեծ նախագծեր իրականացնելու։ Դուք խոսեցիք կադրերի մասին, այստեղ եւս մեր քաղաքականությունները ուղղված են նրան, որ արհեստական բանականությամբ զբաղվող հետազոտողներին աջակցելու քաղաքականությունը մեզ համար առաջնահերթություններից է, առաջիկայում դրան ուղղված ծրագրերը եւս հանդես է գալու կառավարությունը եւ վերջում որպեսզի տարընթերցում չլինի Nvidia-ի եւ Firebird-ի հայտարարությունների մեջ անդադար նշվում էր AI Factory, եթե տառացիորեն թարգմանում ենք, լինում է AI գործարան։ Ուղղակի ուզում եմ ասել, որ խոսքը արհեստական բանականության չիպերի արտադրության մասին չէ, պարզապես դա ձևակերպում է, խոսքը ինտելեկտի, արհեստական բանականության արտադրությանն է վերաբերում, չիպերի մասին գուցե ապագայում առիթ կունենանք մտածելու։ Շատ լավ։ Համեցեք, պարոն Սինանյան։ Մեծարգո վարչապետ եւ հարգելի պարոն Մխիթարյան, շատ կարեւոր փաստեր նշվեցին այսօր եւ նման նախաձեռնությունները նաեւ պատասխան են ցավալիորեն երբեմն հնչող են հարցին, որ
Հա, բայց այդ չեն այդ սփյուռքը, այսինքն ինչ են արել կամ սփյուռքի ներուժը հնարավորությունը ներգրավվածության ողջ պոտենցիալը, երբ որ չափվում է պատերազմական պայմաններում, ասենք Հայաստան հիմնադրամին տված բարեգործական գումարներով, որը շատ սխալ մոտեցում է, սա է ճիշտ պատասխանը այդ ամենի։ Այսինքն պոտենցիալը նպատակասլաց ձևով ձեր ղեկավարությամբ հարաբերությունների փոխելն էր բարեգործությունից դեպի ներգրավվածություն, ներդրում, մարդկային ռեսուրսների ներգրավվածություն, իրական հնարավորությունների շարունակական եւ անգլերեն ասեմ sustainable ներգրավվածությունը, որը պետք է շահութաբեր լինի բոլոր կողմերի համար եւ նման այս նախաձեռնությունները եւ բիզնես ներդրումները դրա ամենալավ օրինակն ու ապացույցն են ու մինչև վերջ պետք է սա հասցնենք, որպեսզի նաև կիրառականորեն կարողանանք ներկայացնել հանրությանը։ Շատ լավ։ Իդեպ դուք խոսեցիք Հայաստան համահայկական հիմնադրամի միջոցների մասին, ես նկատեցի, որ ընդդիմության շարքերից էլի խոսում են, որ հիմնադրամի միջոցներից յուրացվել են, գողացվել են։ Ես ուզում եմ հիշեցնեմ, որ ազգային ժողովում քննիչ հանձնաժողով էր ձևավորվել եւ քննիչ հանձնաժողովը ղեկավարում էր ընդդիմության ներկայացուցիչը։ Պետք է արձանագրել ուր է այդ քննիչ հանձնաժողովը, բա ուր է իրանց եզրակացությունը։ Ինչի չի կազմակերպվում, չի շարունակվում այդ քննիչ հանձնաժողովի աշխատանքը։ Ասենք թող հանրությանը պարզաբանում տան։ Էլի հազար ներողություն դուրս են գալիս տակից գլխից խոսում են։ Բաները, որոշ կաշառակերներ եւ չասենք ում մասին է խոսքը, չնայած բոլորս է հասկացանք, որ խոսքը Ռոբերտ Քոչարյանի մասին է։ 100 միլիոն, չգիտեմ, հիմնադրամից գողացնի։ Արծվիկ Մինասյանը չէր այդ բանի քննիչ հանձնաժողովի ղեկավարը։ Ուր են, բա ուր է իրանց զեկույցը։ Թող մի հատ գրեն, ստորագրեն, որ գողացվել է, մենք էլ այդ դեպքում կիմանանք ինչ անենք։ Սիրուն կդիմենք դատարան եւ նրանց կստիպենք հակառակը պնդել։ Ոչ թե կստիպենք դե յուրե, որովհետև մենք գիտենք, թե ինչա տեղություն ունեցել եւ գիտենք, որ իրենց ասածը տեղի չի ունեցել։ Եվ այս հայտարարություններն էլ ես չգիտեմ, մենք հակադարձում ենք, չենք հակադարձում, բայց էլ եմ